Հնարավոր է, հնարավոր է։ Հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է։ Հետընտրական ընդդիմադիր կոալիցիա լինելու է։ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ։ Նախընտրական սխալը ընդունում է Սամվել Կարապետյանը։ Նույնիսկ միջև ընտրական գործընթացը մենք համարում ենք, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր համագործակցել։ Եվ ուղղակի հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով, sense որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում այդ ընթացքում։ Հիմա իհարկե համագործակցությունը համարում եմ, որ պետք է Իրար համար պատնեշներ չեն ցանկանում կառուցել ընդդիմադիրները, համենայն դեպս երկու գլխավոր ընդդիմադիր ուժերի առաջնորդների հայտարարություններով։ Փաշինյանին քաղաքական լուսանց ուղարկելու հարցում կոնսենսուս -1 կձևավորվի, թե ոչ, դժվար է կանխատեսել։ Այն ճանապարհն ենք բռնել։ Առաջին կոնսուլտացիաներն են անում Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները։ Դեռ օրակարգում է Բարգավաճ Հայաստանի ձայները վերականգնելու հարցը։ Հույս ունենք Սահմանադրական դատարանում առաջին հերթին ճիշտ որոշում կայացվի, նոր ընտրություններ եթե պետք է անցկացվի։ Սահմանադրական դատարանից։ Հույսեր ունենք, որպեսզի Սահմանադրական դատարանը կայացնի ճիշտ որոշում։ Դրա համար հիմա հայտարարում եմ այն կուսակցությունները, ովքեր իրոք ցանկություն ունեն, ովքեր իրոք պայքարում են, ովքեր 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այս process-ներին։ Առաջի հերթին պետք է հիմա Սահմանադրական դատարանը գոնե ինչ որ մասով վերականգնի այդ լեգիտիմության բանը, հանգամանք։ Այո, ԲՀԿ-ի մասով ակնհայտ ձայների գողություն է։ Փաշինյանը ինչ է ասել, ասել է ձեռներս կկտրեմ, մի հատ քվե չեն կողանա։ Հիմա 60,000 քվե ուղղակի գողացել տարավ։ 60,000 քվե։ Սա բան է, սա ոչ միայն ամոթ է, սա հանցանք է։ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը տապալված են համարում Փաշինյանի նախընտրական ամբողջ քարոզչությունը, թե իբր իրենք Գագիկ Ծառուկյանի հետ նույն կուսակցության 3 գլուխներն են։ Եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ են, 500,000 գլուխ են արդեն։ Ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունների։ Չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 6-700,000 գլուխ ենք։ Իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 6-700,000 գլխի հետ։ Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են։ Երկրորդ նախագահի կառավարման շրջանում անգամ անձնապես ծանոթ չեն եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը։ Ես նախագահ ժամանակ չի ճանաչում ընդհանրապես Սամվել Կարապետյանին։ Չի ճանաչում։ Երբեք չեմ հանդիպել։ Սամվել Կարապետյանի ես առաջի անգամ հանդիպել եմ արդեն նախագահ, երբ չեմ եղել, երեմի 2-3 տարի անց։ Եվ ազնական ընկերություն երբեք չեմ արել։ Միշտ լավ եմ լսել իր մասին, մենք ունեցել ենք ընդհանուր այսպես ընկերներ, բայց իր հետ ընդամենը մի քանի անգամ հանդիպել։ Բայց այնպես է ներկայացվել ամբողջ ընթացքում, որ սենց նույն մարդիկն են եւ այլ եւ այլ։ Այս շաբաթ է երկրորդ նախագահը հստակ արտահայտել վերաբերմունքը Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը Կրկորյանից հետո երկրորդ ամենից մեծ բարերարն է։ Ես օրինակ եղել եմ համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ։ Ես չէի մասնակցում նիստերին արդեն պաշտոնը թողնելուց հետո, բայց այդ նյութերին զուգարկում էի։ Ես տեսնում էի, որ ինքը ավելի էր, ասենց գումարներ մուծում հիմնադրամին, կամ բոլորը, նույնիսկ շատ դեպքում, կամ բոլոր մյուսները միասին վերցրած։ Ուրեմն մի մարդ իմ թղթերով ես տեսնում էի, որ իսկապես հատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ։ Տարգանք կա, որովհետև մարդիկ ոչ թե ժառանգել են մեծ հարստություն, այլ մարդիկ այդ հարստությունը ստեղծել են իրենց շնորհքով։ Եվ նման մարդկանց նկատմամբ ձևավորել ատելություն ժողովրդի մոտ, սա հանցանք է։
Փոխադարձ հարգանքի վրա է կառուցելու ընդդիմությունը պայքարը։ Առայժմ որոշում չկա մանդատները վերցնել, թե չվերցնել։ Ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ գնանք այդ քայլերով, քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան, ու դուք գիտեք մանդատները վերցնելու, չվերցնելու մասին, դրա համար մենք ուզում ենք բաց, թափանցիկ, շփվենք ժողովրդի հետ, բացատրենք ժողովրդին այդ process-ի վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ եւ հասկանանք վերցնելով ենք մենք շուտ կարողանում հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե չվերցնելով։ Իհարկե Փաշինյանը եւ իր կողմնակիցները չեն ուզի մենք մանդատ վերցնենք։ Եթե պայքարը մտադրված ենք շարունակելու, ուրեմն պետք է ունենալ մաքսիմալ հնարավոր գործիքակազմ այդ պայքարը շարունակելու համար։ Մանդատները դա այո պայքարի գործիքակազմ է։ Վստահեցնում են ընդդիմության առաջնորդները, որ չեն փոշիացնելու ընդդիմությանը ընտրած քաղաքացիների ձայները, պայքարը հասցնելու են հաղթական հանգրվանի։ Այնպիսի ջրբաժանի առաջ են կանգնած, կունենանք հաջորդ հնգամյակում Հայաստան, ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, ընդհանրապես Հայաստան, թե կունենանք Ադրբեջանի մարզ, Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք։ Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին եւ միասին պայքարենք այս ժամանակահատվածում եւ միասին տանենք հաղթանակ։ Ես վստահ եմ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է։ 2017 թվական խորհրդարանական ընտրություններ հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակը։ Հիշում եք, մոտ 9 ամիս անց հեղափոխություն, Թավշյա, թե ոչ Թավշյա, դա ասենց երկրորդ հարցն է, իշխանափոխություն։ Հնարավոր է դա։ Ասենց տեսական բաներ չեմ ասում։ Պատմական օրինակներ բերեմ։ Օրինակ Թունիս 2000, եթե չեմ սխալվում, 10 թվական Ben Ալին 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Ben Ալին փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ուղղակի այդ վիճակը պետք է զարգացնել, որոշ հանգամանքներ պետք է իրար հանդիպեն, դա կախված է ասենց որոշակի տրիգերներից, բայց ես չեմ կասկածում, որ սա լինելու է։